Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի նկարահանումները դեռևս շարունակվում են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Նշենք, որ չնայած հեռուստասերիալում իրավիճակը լարված է ու թեժ, հեռուստասերիալի նկարահանման հրապարակում մշտապես ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում։ Բոլորիս կողմից սիրված դերասանները շարունակում են պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակել նոր տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արվում են սերիալի նկարահանումների ընթացքում, իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում է այդ տեսանյութերին։ Նշենք, որ Մարիան փորձում է օգնել Դավիթին, ինչի պատճառով մտերմացել է իբրև թե Ռաֆի հետ, սակայն դա դուր չի եկել ոչ Աբուլին, ոչ էլ բնականաբար հեռուստադիտողին, քանի որ հեռուստադիտողը շատ լավ հասկանում է, որ Ռաֆն այն տեսակներից չէ, որ կարող է հեշտությամբ ընկնել Մարիայի ծուղակը։ Մարիան էլ կարծում է, որ ամեն ինչ կարող է անել և փրկել Դավիթին։ Նշենք, որ հեռուստասերիալում շատ շուտով հայտնվելու է նոր կերպար, այդ նոր կերպարը լինելու է Աննիի կողքին։ Թե ինչ դեր է ունենալու նոր կերպարը, դրական թե բացասական, և ինչպիսի արձագանք է ունենալու այս ամենը հեռուստադիտողների կողմից, ցույց կտրվի ընդամենը ժամեր անց։ Նշենք, որ հեռուստադիտողները մեղադրում են նաև Ռուբենին, որ փոխանակ լինի իր ընտանիքի կողքին, իր որդուն բերի իր տուն, ընկել է Օֆայի հետևից, ով ամեն ինչ անում է, որպեսզի Ռուբենին պահի իր կողքին, հատկապես Աբուլին գողանալուց հետո։ Հեռուստադիտողները մտածում էին, որ Ռուբենը չպետք է ներեր Օֆային և նրա կողքին լիներ։ Այս պահին ամենատուժվածը և ամենակորցրածը Նոնան է։ Աբուլի կարծիքը Մարիայի հանդեպ կարծեք փոխվել է այն բանից հետո, երբ նա Ռաֆին ու Մարիային տեսավ միասին և Դավիթի հետ խոսելուց հետո նա ասաց, որ Մարիան վատ չէ և նրա մասին մտածելու կարիք չկա։ Բնականաբար Դավիթին այս խոսքերը կխոցի և նա չի հասկանա, թե ինչ է կատարվում, իսկ Աբուլը Դավիթի մոտ առայժմ փակագծերը չի բացի, որովհետև մտածում է իր եղբոր մասին, հիմա նա ծանր վիճակում է և ամենաշատ օգնությունը հենց Դավիթն ունի։ Լիլիթն էլ լինելով իր հոր արժանի զավակն ամեն ինչ անում է, որ Ռաֆը պատասխան տա բոլոր չարագործությունների համար, բայց ինչպես երևում է Ռաֆի մայրը Ալան ամեն ինչով օգնում է որդուն փոխանակ սխալ քայլերից հետ պահի։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, դիտեք այս տեսանյութը, որը շատ հետաքրքիր է և ցույց կտա, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում և ինչ սպասել հաջորդիվ։ Ես այս նկարահանմանը բան չի փոխվել իմ կյանքում, այս անգամ գովազդ ենք նկարում, տուն ենք վերանորոգում։ Շատ վատ է, թե վատ է, շատ վատ չի։ Կարաոկե հաղորդ։ Սրտամիկը երկելու է, Դու այսօր ամենավատ վիճակում չես Մի խոսքով սպասեք ղարղարներին։ Ակրավները հավաքվել են հեսա։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այժմ մենք խաղում ենք հարսնացուն հյուսիսից ներկայացումը, որտեղ չկա Անի Պետրոսյանը։ Բայց կամ ես։ Съемки день 1515. Друзья мои, хочу извиниться за то, что так мало веду сторис. Я на съемках, день 1515, я уже не помню какой день. Все прекрасно, все у меня замечательно, спасибо вам большое. Вот, а за то, что видите, что я пропала, интересуетесь, это приятно, это приятно. Что ж, пришла на грим. Че, ну мазарите? Վերցի շատ կյանցի արդյոք ովքեր են Այս դուք եք Ոնց եմ զզում ես տղուց ու ես Լես աղջիկա պրոշների Լնայի խոսքի Բայց ձեզ նման են ժողովուրդ Նման են Չհասկացա Սա այն տղամարդներ Կներ կարել եք ձեր հետ նկարվել Ոչ, խնդրեմ, ախրանա Չախրանա Ադմինիստրացիա
Թամիկ, բայց վերքս քեզ ավելի է սազում, քան ինձ։ Սրում եմ գնալ չեմ տա։ Չեն թողում ապրեն, բայց ես ծրում եմ։ Մենք նկարանման ենք գնում։ Ես էլի նկարանման հրապարակում եմ, բան չի փոխվել իմ կյանքում, գուբկա չի փոխվել, սեդա չի փոխվել, ոչ գուբկան փոխվել է, սեդա չի փոխվել։ Դու բերանը բանկել եմ մի խոսքով նկարանման ենք, դրսում անձրևա։ Չգիտեմ, լավ բաներ գրեք ես վանդիղանակին լավ բաներ գրեք։ Պես է վերաբերում, ես էլ չեմ դիմանում։ Որովհետև դու միշտ շտապում ես, ինչպես միշտ։ Այդ հարցը չկա, քայլ առ քայլ մոտենաս։ Ոչ թե այնց ոնց որ դու։ Այնքան շատ լավ մի տուն քանդեց։ Ու երկրորդ անգամ իմ երեխան Բացել եմ դարակներս, կարելի է ասել դասավորում եմ, ավելի շատ վաղվա նկարահանման լուքս եմ նայում եմ թե հանգստի ինձ հետ ինչ շորեր եմ տանելու, մի խոսքով մինչև ես կռիվների մեջ եմ իմ դարակների հետ, ներքևում թողնում եմ հարցերի ակոշկան, պատուհանչիկը, լավ, պատուհանը, որ կռիվ չանեք հետս, այնտեղ ձեր հետաքրիր հարցերը գրեք։ Գիտեմ ձեզ ինչքանով կհոգնեցնեմ այս նույն ֆոնով, նույն տեսքով, բայց հարցերից պատասխաններով, բայց դեռևս կպատասխանեմ այսպես։ Միացյալ Նահանգներ գալու եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, լավ, sorry։ Գալու եմ տարվա վերջ։ Այդ մեկը հաստատ է, իսկ թե ինչ այդ, ավելի շուտ կգամ, թե չէ, դեռևս հարցական է։ Որ ես վստահ եմ այս հարցը դեռ շատ է հնչելու, եկել եմ մի փոքրիկ գաղտնիք ասեմ։ Եթե նման բան լինի ու ես այսքան փոքրիկ որոշեմ դա հանրայնացնել, խոստանում եմ, թե գարած էջեր չի լինելու, չգիտեմ, այնտեղ դեմքը չի երևալու, ուրիշ էջեր չի նշվելու, տակը ուրիշ կերպարների անուններով հարցեր չի լինելու, դա լինելու է սիրային մի գեղեցիկ նկար, որտեղ իմ կողակցի դեմքը հաստատ չի երևալու, որովհետև հանրային այդ փաստը ես չեմ ընդունում։ Ու ասացի, եթե այսքան հանրային դարձնեմ, նոր նկարը կտեղադրվի, բայց դեմքը չի երևա։ Մի խոսքով, ես դեռ պատրաստ չեմ։